Ամբողջ տարին և բոլոր եղանակներին հայրս երբեք բաց չի թողել իր շաբաթական այցելությունը։ Ինձ երկար սպասում էր ընդունարանում կամ ցանկապատի մոտ, որպեսզի մի երկու խոսք փոխանակի հետս, հանձնի նոր արդուկված մաքուր սպիտակ եղենս և մեր խմորեղեններով լցված տուփը։ Եվ գոհ հեռանում էր, երբ ասում էի ամեն ինչ շատ լավ է, հայրիկ։ Մայրս կանոնավորապես գրում էր ինձ։ Աննան ու Գայանեն նույնպես մի քանի տող իրենց կողմից էին ավելացնում։ Թվում էր ամբողջ ընտանիքը մի քիչ այցելում էր ինձ։ Արձակուրդին նախորդող նախավերջին շաբաթ օրը ես զարմացա մեր սովորական ժամին հորս փոխարեն տեսնելով ատաղծագործ Վազգենին։ Նրան շատ լավ էի ճանաչում։ Նիհար, ձողի նման ձիգ մարդ էր, միշտ զվարթ ու սիրալիր։ Ինձ միշտ արտասվելու աստիճան ծիծաղ էր պատճառում նրա սուր սոպրանոն։ Տղամարդու կրծքից դուրս եկող կանացի ձայնին միանում էին բուն մարսելյան շեշտերը։ Այս կողմերում պիտի ապրանք հանձնեի, մտածեցի, թող մեկ էլ հայրդ չգա։ Վազգենը որոշել էր, որ իր տղան այն ժամանակ հազիվ 5-6 տարեկան կլիներ, անպայման պիտի բժիշկ դառնա։ Բայց ոչ սովորական բժիշկ, ոչ գրիպի հետևանքով հազ ունեցող հիվանդներ բուժող կամ չնչին փորացավի համար կանչվող բժիշկ։ Որդու նվաճելիք բարձունքները ավելի հստակ նկարագրելու համար նա ավելացնում էր. Նա կդառնա այնպիսի բժիշկ, որ հիվանդ է ընդունում հերթագրությամբ։ Հիշում եմ, որ սա բավական ծաղրանքի տեղիք տվեց նույնիսկ նրան շատ սիրող բարեկամների կողմից։ Այլևս նրա ընտանիքի որպիսությունը չէին հարցնում, միայն հեգնանքով հետաքրքրվում էին բժիշկ որդու առողջությամբ։ Եվ իսկապես մի օր որդին դուրս գալով հոր ցնորքներից ուղղակի դարձավ բժիշկ։ Այսօր իր մասնագիտության ասպարեզում համաշխարհային համբավի հասած պրոֆեսոր է։ Արդյոք հիշում է այժմ Բաքի խորքում տեղավորված այն խավար արհեստանոցը, որ հաճախ չգիտեր ինչ է կիրակին։ Հիշում է արդյոք դազգահին կռացած այն մարդուն, որ ռանդայի մի շարժումով այնքան տաշեղ էր դիզում այն հորը, որի մազերին նստած էր լինում սղոցված տախտակների թեփը, և որը մշտապես հետը մաներածում փայտի դուրեկան հոտը։ Վերջապես հիշում է արդյոք այն սևեռուն միտքը. մի օր որդիս կդառնա բժիշկ, ընդունարանով։ Որդին հրավիրված էր Նյու Յորք թե Բոմբեյ, երբ հիվանդանոցային մահճակալի վրա Օթել Կիոյի մեծ ընդհանուր հիվանդասենյակում հոգին ավանդեց ատաղծագործ Վազգենը, և պրակտիկանտ բժիշկը փակեց նրա աչքերը։ Ուսումնական տարվա վերջին կապոցը նորից Վազգենն էր բերել։ Ինձ թվում է, ասացի, հիմա շատ հաճախ եք ապրանք հանձնում այս կողմերում։ Շուտով անհնարին կլինի Էքսան-Պրովանսը պատկերացնել առանց ձեզ, թե հայրս մոռացել է ինձ։ Նա բաղաձայն ծիծաղեց. Օ, խեղճ տղա, ընդամենը 2 անգամ չի եկել հայրդ։ Նախ եթե անգամ ուզեր մոռանալ քեզ, չէր կարողանա, շատ պարզ, մեծ և անառարկելի պատճառով։ Ընդհանրապես, երբ Վազգենը օգտագործում էր բառեր, որոնց իմաստը չէր հասկանում, նշանակում է պիտի շուտով գաղտնիք բացեր։ Հայացքը գցում էր շուրջը, համոզվում, թե իրեն ուրիշ մարդ չի լսում, պինդ բռնում էր թևդ, քեզ քաշում իր կողմը, գլուխը մոտ բերում և թաքուն ականջիդ խոռոչի մեջ դնում գաղտնիքը։ Հիշում ես ձեր 2 լուսամուտների արանքում կախված պատի օրացույցը։ Այն հաստափոր օրացույցը, որից օրական մի թերթիկ եմ պոկում ամսաթիվը փոխելու համար։ Այո, հիշում եմ, ինչ է եղել օրացույցին։ Ուրեմն այն օրը, երբ դու հեռացել ես տնից ուսումդ շարունակելու, հայրդ օրացույցի մեջտեղը մեխ է խփել, որ ժամանակը կանգնեցնի քո գնացած օրվա վրա։ Եվ քանի որ ժամանակը սեպտեմբերի 30-ից այն կողմ չէր շարունակվել, ես հորդ ասացի. Այսինչ է, պարոն Մալաքյան, ձեր օրացույցը տեղից չի շարժվում։ Նա զարմացավ, անփույթ ձևացավ, իբր չի նկատել, բայց թույլ չտվեց օրացույցին ձեռք տալ։ Հետո մի օր, երբ հայրդ տանը չէր, մայրդ ու մորաքույրերդ ամեն ինչ բացատրեցին։ Դրան շեմից Վազգենը հետ շրջվեց, մի անգամ ևս պատվիրեց. Հանկարծ հորդ չպատմես ասածներս, սա սիրո գաղտնիք է և ոչ մեկի գործը չի։ Քննությունների լարումից ազատվելուց հետո ծանր ճամպրուկս փետուրի նման թեթև էր թվում ինձ, երբ թև առած թռչում էի դեպի ուրախ հանդիպումներ և ազատագրելու դեռևս սեպտեմբերի 30-ից բանտված մեխված օրացույցը։ Մտածում էի, որ առանց Վազգենին դավաճանելու առիթը բաց չէի թողնի ձեռ առնելու քմահաճ օրացույցի ծուլությունը։
Պատի օրացույցը տեղում էր, ժամանակը կասեցնող մեծ մեխով։ Պոկովի հաստափոր զանգվածի վերևում մի աղջնակ, ցորենագույն ոսկեփայլ մազերով, սպիտակ կարմիր վանդակավոր զգեստով, կրծքին էր սեղմել դաշտային ծաղիկների երբ ներանք փունջը։ Աղջնակը կապույտ աչքերը սևեռել էր ինձ մի տեսակ շաբլոն ժպիտով, որ անշուշտ ձեռք էր բերվել քաղցրավենիի կամ լուսանկարչական գործիքի օբյեկտիվից դուրս թռչող ցիդիկի խոստումով։ Մանուշակի կաթով կրեմը համեստորեն հիշեցնում էր, թե իր շնորհիվ կարելի էր ձեռք բերել մանկական մաշկի թարմություն։ Իմ վերադարձը ես պատկերացրել էի ավելի հաղթական եւ ավելի ուրախ, բայց ընթանում էր տարօրինակ կերպով դանդաղեցված ձևով։ Անշուշտ եղան ջերմ գրկախառնություններ, բայց նույնիսկ այդտեղ ինձ թվաց, թե այտերից հպվող նրանց այտերը սովորականից ավելի երկար էին մնում, թվում էր խուսափում էին աչքերիս մեջ նայել։ Այս ողջագուրանքների ընթացքում, երբ ամեն մեկից իր հոտն էր գալիս, ես չէի զգացել Աննա մորաքրոջս հոտը։ Ըստ երևույթին իր կաթսաներով զբաղված չէր իմացել գալս։ Վազեցի խոհանոց։ Տապակի մեջ ախորժալի բույր արձակելով եփվում էր Պրովանսի կանաչիներով համեմված գառան միսը։ Մարմանդ կրակի վրա տապակվում էին սունկը, սոխը, պոմիդորն ու կարտոֆիլը, բայց ոչ ոք չէր հսկում դրանց եփվելուն։ Աննա մորաքույրս այնտեղ չէր։ Աննա մորաքույրս տանը չի, գոռացի խոհանոցից։ Եվ հարցս անհեթեթ թվաց ինձ։ Աննա մորաքույրը առհասարակ դուրս չէր գալիս։ Առավել ևս իմ գալորը չէր կարող տեղ գնալ։ Ոչ ոք չպատասխանեց։ Երբ ետ դարձա արեստանոց սենյակը, մերոնք կռացել էին կարի վրա, բայց նրանց ձեռքերն անշարժ էին։ Ուր է Աննա մորաքույրը։ Այդ պահին միայն նկատեցի մայրիկի եւ Գայանեի այտերից գլորվող արցունքները։ Հայրս փշրված ձայնով ասաց. Մեծ դժբախտություն է պատահել, մանչս, մեր Աննան հեռացել է մեզնից։ Հեռացել է, ինչի համար, ուր է գնացել։ Այս երկրորդ հիմար հարցը։ Աննա մորաքույրը երբեք չէր կարող մեզ թողնել ուրիշ տեղ գնալ։ Իմ կողմից թերևս ժամանակ շահելու համար էր, որպեսզի կարողանայի հաշտվել անուղելիի հետ։ Իմ այս առաջին իսկական տառապանքի մեջ աշխատեցի հետ մղել կուրծքս ծակող երկար, սուր ասեղի, սուր սոսկալի անտանելի ցավը։ Ես, որ հայտնի լացկան էի եւ արցունք էի թափում որևէ չնչին տխուր պատմության համար, կարկամել մնացել էի արտասուքիս կեղծերի մեջ սառած արցունքներով, գլխիս մեջ արձագանքվող հարվածներով, տակնուվրա սրտով, որ փսխելու ցանկություն էր առաջացնում։ Այս ընկճված վիճակում ամբողջ հոգով ցանկանում էի, որ ոչ ոք չմոտենա ինձ, չգրկի, չփորձի համբուրել, մանավանդ չաշխատի ամոքել հոգուս մորմոքն ու ցավը։ Արդյոք գուշակել էին իմ թաքուն դիմադրությունը։ Ոչ ոք չմոտեցավ, չփորձեց այդ անօգուտ շարժումը, որ իբր սփոփում է մեծ վշտի պահին։ Այս էր ուրեմն մահը։ Մինչև այդ առավոտ մահը իմ աչքին պարզ մի պատահար էր, որ վերջ էր դնում առողջ մարդկանց կյանքին։ Հիվանդություն էր, որ պատահում էր միայն հարևաններին կամ մարդկանց, որոնց հազվադեպ էի տեսնում եւ այլևս չէի տեսնելու։ Եվ ամեն ինչ վերջանում էր սև պաստառներով պատված եւ ծաղիկներով ծածկված գեղեցիկ կառքով, որ քաշում էին զույգ ձիերը եւ որին հետևում էին շատ մարդիկ։ Առաջին շարքերում սևազգեստ եւ տխուր, ապա ըստիս թափորի վերջում ավելի եւ ավելի պակաս տխուր։ Այդ առավոտ ինչ շանթահարած ցավի մեջ, կառքերի, ծաղիկների, մեղրամոմերի եւ խունկի արարողության վերջում ես հայտնագործեցի վերջնական հասկացությունը։ Մարած ձայնով հարցրի. Ինչպես պատահեց։ Հայրս սկսեց պատմել, բայց հեկեկանքը խեղդում էր նրան եւ շարունակեց մայրս։ Հետո Գայանեն խեղճ վերջացրեց պատմությունը։ Կյանքի եւ մահվան արանքում երկար հիվանդություն չէր եղել։ Մի երեկո սրանից 3 շաբաթ առաջ ասել էր. այնքան էլ լավ չեմ զգում, ավելի լավ է գնամ պարկեմ։ Եվ բոլորից ուշ պարկելու իր սովորության համաձայն սկսել էր սենյակից սենյակ անցնել։ Որոշել էին լույսը բացվելուն պես բժիշկ կանչել։
Բայց գիշերը այն սենյակում, ուր առաջ քնում էին երկուսով, նա թաքուն հրաժեշտ էր տվել կյանքին, մենակ, լուռ ու զուսպ, առանց որևէ մեկին արթնացնելու։ Մահացել էր, ինչպես վայել էր Աննա մորաքրոջը։ 62 տարեկան էր։ Նոր հասկացա, թե ինչու էր վերջին 2 շաբաթվա ընթացքում ատաղծագործ Վազգենը, ինչպես ինքն էր ասում, փոքրիկ բեռնատարի մի շնչով բերում իմ սպիտակ եղենը հորս փոխարեն, որը չէր կարողանա վիշտը թաքցնել։ Բայց ինչու ինձ ոչինչ չէին ասել։ Ինչու ինձ չէիք հայտնում։ Մանչս, պատասխանեց հայրս։ Ինչ իմաստ ուներ քեզ կտրել քննություններից եւ ենթարկել նույն դասարանում մնալու վտանգին։ Դու գիտես, այդ բանը նրան դուր չէր գա։ Եթե ուզում ես մի լավ բան անել, երբեք մի մոռացիր նրան։ Եվ պատկերացրու, դա ավելի կարևոր է, քան հուղարկավորությանը ներկա լինելը։ Անկասկած նա նույնիսկ ունեցել է անթառամներով ծածկված դիակարգ, հրաժեշտի աղոթք, գունատ մոմերի տարտամ լույսի մեջ մահեր երգող խոժոռադեմ մարդիկ։ Հանկարծ ուժեղ ծարավ զգացի։ Ուզեցի մի մեծ բաժակ սառը ջրով մաքրել կոկորդս այրող կրակը։ Մուտքի դրան մոտով անցնելիս շեմին հառնեց նրա փոքրիկ վախվորած կերպարանքը, իմ հսկայական ծանր ճամպրուկի առջև, որ մեկնումիս օրը զայրացրել էր ինձ։ Տնից հեռանալիս ինձ թվում է նրան ավելի երկար պահեցի գրկիս մեջ, որ ների ինձ։ Թեև լավ չեմ հիշում, դա այդ անգամ էր, թե ուրիշ օր։ Խիղճը սկսեց տանջել, որ չեմ իմացել, թե մայրիկներս բավական թույլ են եւ մի առավոտ հանկարծ կարող եմ արթնանալ առանց նրանց եւ ուշացած անօգուտ տրտնջալ, եթե իմանայի։ Խոհանոցում, որ փայլում էր ամբից մակրությամբ, ինձ թվաց, թե լսում եմ նրա ձայնը։ Շատ սառը մի խմիր։ Աչքերս կանգ առան թարեքին դրված 12 նուրբ հաղճապակյա սուրճի գավաթների վրա, որոնք պահվում էին հյուրերի համար։ Մի օր պիտի որ այն ժամանակ 10 տարեկան լինեի, Աննա մորաքրոջս հազվադեպ բացակայության ժամանակ, երբ մայրիկը նրան տարել էր ակնաբույժի մոտ, մեր տուն մի բարեկամ էր եկել։ Հայրս նրան հրամցրել էր բարի գալուստի ավանդական սուրճը։ Հյուրի գնալուց հետո հայրս սուրճի գավաթն ու ափսեն լվանալիս ինձ խոհանոց կանչեց, որ միասին խաղ խաղանք Աննա մորաքրոջս գլխին։ Երբ մորաքույրը վերադառնա, ասաց նա, ըստ իր սովորության պիտի ման գա իր տերության սահմաններում ստուգելու, թե արդյոք իր բացակայության ընթացքում որևէ բան չի փոխվել։ Հայրս խոստովանեց, թե երբեմն դիտավորյալ կերպով փոխում է որոշ առարկաների տեղերը, որ լսի «Սպասիր, սրա տեղը փոխել են» կամ «Այսինչ բանը չեմ գտնում»։ Բայց հորս ամենից շատ զարմացնում էր Աննայի գուշակելու խորհրդավոր ձիրքը։ Ներս մտնելուն պես շշմեցուցիչ արագությամբ ուրախ հայտարարում էր. «Ահ, այսօր մարդ է եկել տուն»։ Եվ ամեն անգամ հայտնի չէ ինչպես ճիշտ էր դուրս գալիս։ Հայրս խոսելու հետ խնամքով սրբեց գավաթը, դրեց նախկին տեղը, ափսեն նույնպես, եւ մի կաթսայի կոթը, որ ձեռքի ակամա շարժումով տեղը փոխել էր, միլիմետրի ճշգրտությամբ գրավեց առաջվա տեղը։ Այդ երեկո սեղան նստելիս ես պիտի Աննա մորաքրոջը հարցնեի, թե արդյոք գոհ է ակնաբույժից։ Հենց որ հաստատական պատասխան տար, հայրս պիտի մտներ խաղի մեջ։ Լավ է, սիրելի Աննա, շատ ուրախ ենք քեզ համար, թե չէ տեսողությունդ բավական թուլացել է։ Եվ դրանից հետո պիտի հայտնեինք, թե կեսօրից հետո հյուր ենք ունեցել, բայց այս անգամ ինքը չէր գուշակել։ Հայրիկի հետ մեր փոխանակած արմունկի հարվածները նշանակում էին, թե քույրերը եկան։ Իհարկե մենք Գայանեին չենք ներգրավել խաղի մեջ, որովհետև գաղտնիք պահելու կողմից թույլ էր։ Նոր էինք անմեղ հրեշտակի տեսք առել, երբ դուռը բացվեց եւ ժպիտը դեմքին հայտնվեց Աննա մորաքույրը։ Ո՞վ է եկել։ Երբ հարցը շփոթեցնում է, միշտ հարկավոր է պատասխանը սկսել հարցը կրկնելով, որ ժամանակ ունենաս շարունակությունը գտնելու։ Հայրս այդպես էլ արեց։ Ո՞վ է եկել։ Ո՞վ պիտի գա, սիրելի Աննա, ոչ ոք։ Աննա մորաքույրը հաստատեց իր առաջին տպավորությունը։ Նա հրաշալի գիտեր, որ մարդ է եկել մեր տուն։ Սիրելի Հակոբ, ասաց նա, երևի այս տան մեջ կան բաներ, որ ուզում եք ինձնից թաքուն պահել, բայց ցավալի է, երբ ուզում եք ինձ ստիպել կուլ տալու սուտ ու սխալ բաներ։ Ավելի ցանկալի կլիներ, եթե անկեղծորեն ասեիր. այո, մարդ է եկել, բայց դա քեզ չի վերաբերում։ Եվ վիրավորված արժանապատվությամբ ուզում ես դուրս գալ սենյակից։ Բայց վերջապես ինչպես ես իմանում այդ բոլորը, Աննա։ Ինչ է, ոգիներ ես կանչում, համայիլներ ես հանում,
Աբրակադաբրաներով կախարդական նշաններ ես բանեցնում, մոգական գավազանդ ես շարժում, թե կռանում ես ապակյա գնդի վրա եւ գալիս մեզ ասում ես, ահա այսօր մարդ է եկել։ Եվ հանկարծ շրջվելով իմ կողմը հայրս ասաց. Մորաքրոջ ասա, որ այսօր ոչ ոք չի եկել։ Աննա մորաքրոջ աչքերը ճշմարտությունն էին պահանջում, իսկ հայրիկինը հարգանք գաղտնիքի հանդեպ։ Ինձնից պահանջվող այդ հակասական առաքինություններից, այդ երկու ծայրահեղությունների արանքում ես ընտրեցի միջին ճանապարհ եւ մեջ գցեցի իմ զիջումը։ Կարծեմ մարդ չեմ տեսել, այսինքն ես ներքևում էի, այնտեղից համարյա բան չի լսվում։ Իհարկե, ասաց Աննա մորաքույրը, բնակարանի ներսը մուտքի դռնից 2.5 մետր է, դժվար թե լսեիր թմկաթաղանդ պատրող մեր զանգի ձայնը։ Հետո հայացքը սևեռեց հորս։ Ցավալին այն է, որ դու երեխային ես մասնակից դարձնում քո ստին։ Բավական ժամանակ էր Գայանեն կարի մեքենայի առաջ նստած ծիծաղից խեղդվում էր, մինչև որ հարցաքննության հերթը հասավ նրան։ Իսկ դու, Գայանե, երևի դու էլ ոչինչ չես լսել եւ ուրվականը տուն է մտել պատի միջով, սուրճ է խմել, մի քիչ նստել գնացել է։ Այ, նա արդեն սկսել էր հարցակվել մեր պաշտպանական ամրոցի ամենաթույլ կետի վրա։ Հայրս փորձեց առաջն առնել։ Գայանեն բան չի լսել, որովհետև լսելու բան չի եղել։ Թույլ տուր ինքը խոսի։ Տեսնենք մինչև ուր եք հասցնելու ձեր ծածկամտությունը։ Բայց հակառակ մեր վախին Գայանեն սքանչելի դիրք գրավեց։ Նրա վկայությունը ոչ մեկի համար էլ նպաստավոր չէր։ Ես ժամանակ չունեմ խառնվելու ձեր կռիվներին։ Այդ լեզվակռվի մեջ հյուրը Աննա մորաքրոջ աչքին հսկայական չափեր էր ձեռք բերել։ Մինչդեռ մեզ հետաքրքրողը մի բան էր՝ պարզել նրա գուշակությունների մեխանիզմը, ինչպես էր կարողացել այդքան վստահորեն հայտնաբերել անծանոթին, երբ մենք ոչնչացրել էինք բոլոր հետքերը։ Ահա այդ հույսով հայրս փորձեց մի գրոհ ևս։ Ինձ լավ լսիր Աննա, դա քո ենթադրությունն է, թե մարդ է եկել, թեկուզ չի եկել, բայց ենթադրել միշտ կարելի է։ Քո ենթադրությունը, թե մարդ է եկել, նա զգաց ծուղակը եւ կտրեց հայրիկի խոսքը։ Ես ենթադրելու կարիք չունեմ, քանի որ մարդ չի եկել։ Նա արդեն դիմադրում էր վհուկի կերպարին, որ հայրը ստեղծել էր, որպեսզի նրան խոստովանեցներ, թե որտեղից է ամեն ինչ իմանում։ Այս անգամ Աննա մորաքույրը դուրս եկավ սենյակից։ Երեկոյան ընթրիքի ժամին իհարկե խոսք չեղավ ոչ ակնաբույժի, ոչ էլ ակնոցի մասին, բայց ամանեղենը լվալու ժամին մտա խոհանոց, Աննա մորաքրոջ մոտ։ Աննա մորաքույր, գիտես, քիչ առաջ սուտ ասեցինք, որ մի քիչ ծիծաղենք, բայց ինձ, միայն ինձ, եթե խոստանամ պահել քո գաղտնիքը, կասես, թե ինչից գուշակեցիր, թե մարդ է եկել։ Մորաքույր Աննան ժպտաց, ապա ցուցամատը ուղղեց թարեքին, որի վրա շարված էին մեր սուրճի 12 գավաթները։ Բոլոր բռնակները դարձված էին նույն կողմը, ձախից աջ, բացի մեկից, հայրիկի լվացած գավաթից։ Նրա բռնակը դարձված էր աջից ձախ։